Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ասպարեզի եթերում անդրադառնալու ենք գալիք խորհրդարանական ընտրություններին, որը տեղի է ունենալու 2017 թվականի ապրիլ ամսին։ Թեմայի վերաբերյալ զրուցելու ենք քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Նազարյան, ինչով են կարևորվում այդ ընտրությունները ձեզ համար։ Ընտրությունները խորհրդարանական այս անգամ տարբերվում են բոլոր խորհրդարանական ընտրություններից։ Սահմանադրական փոփոխություններից հետո այս ընտրությունները Հայաստանում դարձել են ամենակարևոր համապետական ընտրությունները, որովհետև այլևս նախագահական ընտրություններ, որպես այդպեսին չի լինելու եւ երկրի ղեկավարը թիվ 1 պաշտոնյան նախագահը չի լինելու։ Այսինքն ավելի պարզ լեզվով ասած, խորհրդարանական ընտրությունները վերածվում են նախագահական ընտրությունների։ Ճիշտ է, իշխանությունները ամեն ինչ անում են, որ ժողովուրդը այս մասին չիմանա կամ իմանա ամենավերջին պահին, բայց փաստն այն է, որ խորհրդարանական ընտրությունները այնքան են կարևոր, որ որոշվելու է ոչ միայն խորհրդարանի կազմը, այլ նաև երկրի ղեկավարի անունը։ Այս ընտրությունների միջոցով մենք կարծես խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները մեկտեղվել են եւ այդ իսկ պատճառով այս ընտրությունները ոչ միայն իմ, այլ նաեւ բոլոր հայ ժողովրդի համար, Հայաստանի քաղաքացիների համար, համար թանկ է այս երկիրը, այս երկրի ապագան, շատ կարևոր ընտրություններ են, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, պատասխանատվությամբ։ Պարոն Նազարյան, ընդդիմությունը ինչու չի համախմբվում, չկա այն գաղափարախոսությունը, որի շուրջ կարելի է համախմբվել։ Դեք այդ հարցը անդադար շոշափվում է, դեք ընդդիմությունը համախմբվել ասելով, եթե նկատի ունեք մի դաշինքի շուրջ, ապա դա գիտեք տեսականորեն հնարավոր է, գործնականում անչափ բարդ է, որովհետև ընդդիմությունը միատար, միասեռ չի։ Կան տարբեր գաղափարներ, տարբեր մոտեցումներ, տարբեր գործիչներ, որոնք մեկը մյուսի նկատմամբ մեղմ ասած նորմալ վերաբերմունք չունեն, բայց դուք ճիշտ եք ասում, որովհետև կա մի խնդիր, որի շուրջը կարելի է միավորվել եւ պետք է միավորվել, կարելի է անգամ միավորվել լինելով տարբեր դաշինքներում եւ կուսակցություններում, դա ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն է։ Բոլորը, եթե ով իրեն իսկապես ժողովրդավարական ուժ է համարում, ընդդիմադիր ուժ է համարում, այդ հարցում գոնե պետք է միավորեն, ջանքերը միաձուլեն, մեկտեղեն եւ ամեն ինչ անեն, որ ընտրությունները լինի ազատ եւ արդար։ Սա այն խնդիրն է, որի շուրջը կարծում եմ կարելի է համախմբել, կարելի է միասնական ուժերով, ջանքերով ամեն ինչ անել, որ այս անգամ ընտրակեղծիքների միջոցով իշխանությունները չփորձեն նորից վերարտադրվել, որի հետևանքները ես մի քանի անգամ կրկնել եմ, նորից եմ ասում, եթե ընտրակեղծիք լինի, եթե կրկին ոչ լեգիտիմ իշխանություններ ձևավորվեն, մեր երկիրը շատ ծանր հարվածներ կստանա, որից կարող ենք եւ այլևս դուրս չգալ։ Որովհետև պարոն Նազարյան, առանձին ընդդիմադիր խմբավորումները ասում են, որ իրենք ներկայացնում են մեր հասարակության շահերը, բայց չեն միավորվում։ Այդ դեպքում ինչու պետք է ժողովուրդը միավորվի իրենց շուրջ։ Գիտեք, պետք է ուղղակի բացա շատ թակարդ է, ուղղակի իրոք հնարավոր է, որ ընդդիմադիր ուժերը, որոնք իրոք եւ ընդդիմադիր են եւ ժողովրդի խնդիրները իրենց համար առաջնային են, բայց այս կամ այն պատճառով իրենք չկարողանան միավորվել մեկ դաշինքում, դա բայց չի նշանակում, որ իրենք ընդդիմադիր չեն, որպես այդպեսին, բայց ես կրկնում եմ, եթե նրանք լինեն տարբեր դաշինքներ, բայց ստեղծեն միասնական շտաբ ընտրությունների ընթացքը վերահսկելու, արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու համար, այստեղ արդեն կերևա ով է ընդդիմադիրը եւ ով է խաղում իշխանության խաղը, այսինքն եթե կուսակցությունը դաշինք ջանք ու եռանդ չի ներդնելու, ոչինչ չի անելու, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար, այլ մտնելու են ինչ որ
կեղծիքների դաշտ եւ փորձելով ինքը ինչ-որ խաղեր տալով իշխանությունների հետ կամ այլ վերային դաշտում մի քանի տոկոս ձայն ստանալ, դա կարծում եմ արդեն լուրջ մոտեցում չլինի եւ մեր երկիրը սպառել է արդեն անդադար ընտրակեղծիքներով իշխանություն ձևավորելու ռեսուրսը։ Ես կարծում եմ, գիտեք, խնդիրը նա է, որ ընտրություններին արդեն 3 ամսից է քիչ ժամանակ է մնացել, մոտ 2.5 ամիս, բայց ժողովրդին այդպես էլ հեռուստաալիքներով չի բացատրվում, թե ինչ ընտրություններ են հիմա լինելու, որ այս ընտրությունները խորհրդանական են, բայց որոշվելու է նաև երկրի ղեկավարի անունը, որոշվելու է խորհրդանի падգամավորն եւ թե ինչ է իրենից ներկայացնում ռեյտինգային քվեարկությունը։ Մարդիկ շփոթմունքի են մատնվելու, չեն հասկանալու ում են քվեարկում, որ կուսակցության են, հատուկ այս ամեն ինչը արվել է, որպեսզի ընտրությունները քաղաքականից վերածեն տեղական ինքնակառավարման մարմինների ավելի ավագանու, ասենք, նոր հաչնի կամ Չարենցավանի ավագանու ընտրությունների մակարդակի ընտրություններ, ռեյտինգային հարյուրավոր թեկնածուներ իրենց շտաբներով, իրենց նեղ անձնական շահերով, մենք պետք է ամեն ինչ անենք դրանից վերև գնանք, որ այդ ամեն ինչը չխանգարի մեզ նորմալ իշխանություն ձևավորել, նորմալ խորհրդան, որովհետև մենք պետք է հասկանանք, որ այս խորհրդարանը, այս իշխանությունը, այս կառավարությունը մի քանի լուրջ խնդիրների պետք է անդրադառնա, արտաքին պարտքի սպասարկում, տնտեսության այս ծանր վիճակից դուրս բերում եւ Արցախի խնդիր։ Հասկանանք, այս խորհրդանը, այս կառավարությունը պետք է արդեն ստիպված լինի զբաղվել Արցախի խնդրի կարգ։ Մենք ում ենք ուղարկելու ինչ որ թողատեր մարդկանց, որոնք չեն էլ հասկանում, թե ինչ է Արցախի խնդիրը կամ քաղաքականությունը ինքնին ինչ է, կամ արտաքին հարաբերությունը ինչ է, միջազգային հարաբերությունը, ում ենք մենք ուղարկելու։ Եվ որոնց իրենց անձնական շահն է միայն իրավունք։ Այո, որոնց իսկ այն երկիրը, որը չի սթափվում եւ տուրք է տալի այդ մարդկանց, հանուն մի քանի կոպեկի լումայի գնում են այդ մարդկանց հետևից այս րոպեական այս ժամի խնդիրը լուծելու, այդ երկիրը կարծում եմ երևի կհամաձայնվեք իրավունք չունի գոյատևելու։ Սա է իրականությունը։ Դա համար էլի եմ ասում, պետք է սթափվել, կենտրոնանալ այս ընտրությունների վրա, փորձել վերջապես ժողովրդի քվեով ձևավորելիք իշխանություն ձևավորել եւ ոչ մի դեպքում չի կարելի հիասթափվել եւ ոչ մի դեպքում չի կարելի ասել, թե ընտրությունները ոչինչ հնարավոր չէ փոխել եւ այլն, իհարկե հնարավոր է փոխել։ Հենց ընտրություններով է հնարավոր փոխել, բայց միջև ընտրությունները պետք է երկրում մթնոլորտ փոխվի։ Ժողովուրդը վերջապես հասկանա, որ չի կարելի 5 կամ 20,000 դրամ վերցնել եւ գնալ քվեարկել մի ուժի օգտին, որը երկիրը հասցրել է այս վիճակին։ Եվ վերջին հարցը, պարոն Նազարյան, գործնականում մեր հասարակությունը չի զգում նոր կուսակցությունների ստեղծման պահանջ։ Գուցե բացառությամբ եթե որոշ կուսակցություններ իրոք սպասարկեն մեր ժողովրդի շահերը ու զբաղվեն իրենց խնդիրներով, բայց մենք գիտենք, որ մեծամասամբ կուսակցությունները, հատկապես նրանց ղեկավարները, զուտ իրենց անձնական շահերն են կարգավորում, համագործակցում են իշխանությունների հետ։ Հիմա այս նորաստեղծ փոքր կուսակցությունները չեն ծառայում իշխանություններին մեծամասամբ։ Չեմ կարծում, որ ծառայում են, այդպես հարց դնելը ինքնին սխալ է, որովհետև ասենք մի քանի կուսակցություններ վերջին տարիներին այս տարի ստեղծվեցին եւ ասենք ես եւ որևէ մեկը չի կարող ասել, որ այդ կուսակցությունները նպատակ ունեն ծառայել իշխանություններին, ծառայում է գիտենք որ կուսակցությունը, ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին եւ ժողովրդին, խնդիրն այն է, որ ժողովուրդը եւ մի տեսակ մի կողմ է քաշվել քաղաքականությունից, իրեն ինքնական դուրս է դրել, իհարկե դա ամեն ինչ արվել է, որ այդպես լինի իշխանությունների կողմից, որովհետև իշխանությունների համար որքան ժողովուրդը քաղաքականապես անգրագետ լինի, այնքան հեշտ է կառավարել այս պայմաններում։ Ես չեմ կարծում, որ կուսակցությունների խնդիր են այս երկրի համար, խնդիրը ընդհանուր մոտեցումն է, ընդհանուր կեղծոտ մթնոլորտը, որ կա, մենք պետք է մի փոքր արժանապատվություն ունենանք, օրինակ վերցնենք թեկուզ հարևան վրաց ժողովրդից,
հասկանանք, որ այս րոպեին, այս պահին վերցրած 5,000-20,000 դրամը դա թույն է, վերադառնանք մեր արժանապատիվ կեցվածքին, երբ որ վերադառնանք մեր արժանապատիվ կեցվածքին, այդ ժամանակ կուսակցությունները, դաշինքները, այդ ժամանակ կսկսեն սպասարկել ժողովրդի շահերը, այս կամ այն խավի շահերը եւ ամեն ինչ իր տեղը կգտնի աշճանաբար, բայց ինչ որ մի պայս պետք է դա անել, փորձել անել եւ ես կոչ եմ անում բոլորին չհուսահատվել, չվերցնել ոչ մի դեպքում ընտրակաշառք, չընդգրկվել այնպիսի խմբերի մեջ, որի նպատակը այս իշխանությունների վերարտադրությունն է, եթե ուզում են իրոք լավ երկրում ապրեն, նախ մենք պետք է հավատանք, որ հնարավոր է, որ մեր երկիրը լավը լինի, հենց հավատանք, որ հնարավոր է փոփոխություններ լինի, կարող ենք համախմբվել եւ առաջին քայլը անել դեպի զարգացում, դեպի բարեկեցություն։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք այսօր ասպարեզի զրուցակիցը քաղաքագետ Գեղամ Նազարյանն էր, հարցազրույցը վարեց Անահիտ Թումանյանը, ցտեսություն։